Նախ եւ առաջ հաստատենք, որ իմ օրենքը ամրագրում է, որ ավականու նիստերին, ավականու խմբակցությունները իրավունք ունեն հրավիրելու մարդկանց, որոնք կարող են ելույթ ունենալ կամ ներկա գտնվել։ Դա արվել է օրենքում, որպեսզի եթե ցանկացած քաղաքացու վերաբերի օրինակ այդ օրենքը, քաղաքացին կարողանա գա եւ իր տեսակետ արտահայտի, իր շահը պաշտպանի, նաեւ լսելի լինի ավականուն։ Խախտելով այդ հիմնարար, օրենքի դրույթը, Երևանի քաղաքապետարանը եւ ոստիկանությունը միասին ապօրինի որոշում էին ընդունել, որ այդ օրերին, նիստերի օրերին կողմնակի անձանց մուտքը արգելվում է։ Եվ որպես արդյունք, երբ մեր խմբակցությունը հրավիրել էր նիստին ելույթ ունենալու Հայկ Մարությանի մուտքը քաղաքապետարան արգելվել էր։ Բնականաբար մենք վիճարկեցինք այդ ապօրինությունը դատարանում եւ դատարանի ուշադրությունը հրավիրեցինք, որ ընդունվում են որոշումներ, նորմատիվ ակտեր, որոնք հակասում են օրենքին։ Ինչը եւ դատարանը արձանագրել է, այսինքն մենք ունենք վճիռ, որ դատարանը արձանագրել է, որ այո, մենք ճիշտ ենք եւ չի կարող այդ որոշումը հակասել օրենքին։ Սա է իրավիճակը։ Իսկ ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Դա արդեն ձեռնարկել ենք եւ հաղթել ենք դատարանում։ Հիմա մենք սպասում ենք, եթե քաղաքապետարանը բողոքարկի, ինչպես օրինակ Կարմիր կետագծերի դեպքում է, որտեղ նա նույնպես պարզվում է, բայց բողոքարկում եւ ձգձգում է գործընթացը։ Եթե բողոքարկի, պետք է շարունակենք բողոքարկելը արդեն երկրորդ փուլում կրկին ապացուցել, թեպետ այստեղ բողոքարկելը այնքան անիմաստ է, որովհետև օրենքում սևը սպիտակի վրա գրված է։ Իսկ ինչու է ընդունվել նման ապօրինություն, կարծում եմ բոլորին է պարզ է, որովհետև նախքան դա տեղյակ եք, որ Հայկ Մարությանը եկել էր նիստի, ելույթ էր ունեցել, ինչից հետո էլ հենց նրան զրկեցին մանդատի, որովհետև իշխանությունները վախենում են քննադատող խոսքից, վախենում են ելույթներից։ Երևանի ավականիում այս իշխանությունը ամեն ինչ արել է, որպեսզի ավականու անդամները հնարավորինս քիչ արտահայտվելու հնարավորություն ունենան։